Նկարչի երևակայությունը, հզոր, ազատ, անսահման, որտեղից է այն ծնվում, գուցե հազարամյակների խորքերում ննջող ու մերթընդմերթ արթնացող այն արտացոլումներից, որոնք այցելում են արվեստի մարդուն և փոքր-ինչ բարձրացնում այն առեղծվածային շղարշը, որի տակ թաքնված են բազում գաղտնիքներ և որոնց բացահայտման ճանապարհին էլ ծնվում են արվեստի մարդու հոգու արարումները, ինքնատիպ, անկեղծ ու անմիջական։ Նկարիչ ծնվում են, դա այդպես հեշտ չի, նկարիչ դառար, սովորեցիր, պետք է մեջդ լինի։ Դա ի վերուս տված շնորհ է, տաղանդ է։ Մենք սովորելով միայն դա զարգացնում ենք ուղղակի մեր մեջ, իրան մաքրում ենք, իրան կերտում ենք, այն ինչ որ մեր մեջ դրել է Աստված։ Ես իմ փորձից գիտեմ, որ ոչ, այնպես չի, որ 3 ամիս, 6 ամիս գնացիր ինչ-որ դասերի և դու արդեն սովորել գիտես նկարել չէ։ Ինքը միսիա է, որը դու պետք է կատարես։ Դու ակամա կարծես զինվոր լինես, որը տանում է այդ իր բեռը, ինքը պատրաստվում է դրան, ինքը տարիներ շարունակ աշխատում և պետք է անի այն ինչ որ դա իրան թելադրված է։ Ի վերուստ Աստծու և մարդկության միջև միջնորդ ես, այո, դա է քո միսիան, դու ծնվել ես արդեն այդ միսիայով և մնացածը արդեն էական չի, բացարձակապես։ Մարդուն կենդանիից տարբերում է հենց արվեստը, հենց արարելու, ստեղծելու, ստեղծագործելու իր ընդունակությունը, որ ինքը կարողանում է արարել, ստեղծել, նկարել, երաժշտություն գրել, վեպեր գրել, դա մարդուն է տրված, այդ ունակությունը դա մի բացառիկ Աստծու կողմից տված մի հատ նվեր է, մարդուն տվյալ անձնավորությանը, որը կարողանում է արարելով մոտենալ գրեթե Աստծուն, և դու պետք է դա տանես, անես, կատարելը գործես, ինքդ քեզ անընդհատ ամեն նկարի մեջ, ամեն մի քո ստեղծագործության մեջ, փոխանցես մարդկանց քո հույզերը, այն ինչ որ դու զգում ես, այն ինչ որ քո մեջ կատարվում է։ Ես առավոտվեր եմ կանում և այլն գալիս եմ արվեստանոց և աշխատում եմ, երեկոյան հոգնած գնում եմ տուն, դա իմ առօրյա աշխատանքն է, որը ես շատ սիրում եմ, ես սիրով եմ կատարում իմ աշխատանքը, մեկ-մեկ չեմ կարում պոկվեմ, դա այն սովորական մարդկային երջանկությունն է, որ ես կուզենայի, որ թող բոլորի մոտ դա լիներ, թող բոլորը ապրեին այդ զգացողությունը, այդ հույզերը, այդ պահերը, հա։ Ես սիրում եմ օրինակ, հա, ինչ-որ խոհանոցում մի բան պատրաստել և պատկերացրեք այդ նույն զգացողությունով, այդ նույն տրամադրվածությամբ եմ ես մոտենում, փորձում եմ ամեն անգամ ինչ-որ մի նոր բան մտցնել, մի նոր ֆանտազիա մտցնել, ասենք խոհանոցային ինչ-որ պատրաստման մի եղանակը փոխել, ես այդպես եմ մոտենում, դա օրինակի համար, ինչի չէ որ կան էլի շատ պահեր, բայց իհարկե հիմնականում արարելուց, նկարելուց, այդ զգացողությունը, այդ մոտեցումը, այո, հիմնականում նկարելուց է, որ Աստված չլքի ինձ, ես կարողանամ ամեն անգամ մոտենալ նկարելուց, այդ ոգեշնչման, այդ արարչական մոտեցումով մոտենալ, ամեն նկարի հետ ամեն անգամ մի ինչ-որ բացահայտում գալիս է, առանց դրա չի կարող լինել, ամենայն դեպս ես տենց փորձում եմ մի նոր բացահայտում, նոր մոտեցում, նոր կոմպոզիցիա, ես ինքս ինձ առաջադրանք եմ դնում և փորձում եմ դա լուծել, և դա որ ստացվում է, իհարկե այն սպասված պահն է, որը դու ապրում ես ու երջանիկ ես քեզ զգում, միանշանակ։
կերպարվեստը ինքը ամբողջովին դա երևակայություն է։ Անկամ եթե դու ունես առաջադրանք, ասենք դու նկարում ես տվյալ ինչ-որ անձնավորության դիմանկար, անգամ այդ ժամանակ քեզ պետք է երևակայություն է, որպեսզի դու պատկերացնես տվյալ մոդելը ամբողջ իր ծավալով, ամբողջ իր գունային պալիտրայով, անգամ դրա համար պետք է երևակայություն։ Էլ չեմ ասում, որ թեմատիկ կոմպոզիցիաների մեջ իհարկե երևակայությունը այդ դեպքում շատ մեծ դեր է կատարում, որ քո մեջ ծնվում է, քո պատկերացման մեջ այդ սաղ երևակայությունները, ու դու դա փոխանցում ես կտավին, դա քոնն է, դա շատ կարևոր է։ Դեռ ժամանակին մեծ են Լեոնարդոն ասել է, որ նկարելիս դու ակամա քեզ եւ քո դիմագծերն ես փոխանցում տվյալ կերպարը կերտելիս։ Այո, դա այդպես է։ Եվ երբ որ նկարում ես կամ ես նկարում եմ, հա, այդ կերպարները իմ ներքին զգացողությունն է, իմ ներքին այդ պահի տրամադրվածությունն է։ Եվ ի վերջո դա քո ինտելեկտուալ բագաժն է, կարդացած գրականությունը եւ այլն, այդ ամեն ինչը միաձուլվում է եւ ստեղծում է ինչ-որ մի հատ կերպար, ինքը կարա լինի հավաքական, կարա լինի ավելի ազատ, եթե մոտենանք, դա ինչ որտեղ քո եսն է մեջը։ Ես նենց չի որ նստած եւ հատուկ հորինում եմ այս կերպարը, չէ, իմ մեջից է դա դուրս գալիս։ Մի օր զարթնեմ մանկան նման, ձեռքս պարզեմ լույսին տակոք, մանկան նման ուրախանամ, ու ժպիտս լինի մաքուր։ Մի օր դառնամ աշխարհ այն, որ պահել եմ հոգուս խորքում, ուր իմ սիրտն է ապրում միայն, իր հուշերի փափուկ գրկում։ Մի օր վառեմ ջահս կրակ ու խավարի կուրծքը պատռեմ, էլ չնայեմ սրան նրան, էլ ես ինչքան այսպես հատնեմ։ Մի օր ես ինձ արդեն փնտրեմ մանկան անապ աչքերի մեջ, դեռ մի փշուր գուցե գտնեմ, ու չունենա հեքիաթս վերջ։ Անցել են շատ տարիներ, բայց ես մինչև հիմա հաճույքով կարող եմ ինչ-որ մի հատ հեքիաթ կարդալ, վերհիշել, ինքը ծնում է, այո, ինքը ծնում է եւ պերսոնաժ եւ ինքը գիտեք մաքրում է մարդու հոգին, էլի։ Մեկ-մեկ պետք է անդրադառնալ այդ ամեն ինչին։ Այնպես չէ, որ մեծացել ենք, լրջացել ենք, լուրջ գրքեր ենք կարդում, լուրջ բաներ ենք մտածում, չէ։ Մեկ-մեկ պետք է այդ հասարակ հեքիաթին էլ անդրադառնալ, մի քիչ մաքրել էլի քո մեջը։ Ինքը կերպարվեստը հենց գեղագիտություն է։ Կարելի է ինչ որտեղ այդպես իրան ամփոփել եւ այդպես անվանել։ Հայո այդ գեղագիտությունը ամեն ինչի մեջ, գծի մեջ։ Այդպիսի բան կա, էլի գծի կուլտուրա, հա։ Գույնի, քսվածքի, վրձնահարվածի, թեմայի, այդ ամեն ինչը էսթետիկա է, այդ ամեն ինչը կուլտուրա է, եւ դա շատ կարեւոր է։ Եթե դու քո մեջ ապրում ես, քո մեջ պահում ես այդ էսթետիկան, հա, ինքը անպայման դուրս է գալիս կտավներիդ մեջ, ինքը սկսում է ապրել այդտեղ, դա չափանիշ է, նկարը գնահատելու, նկարը կարդալու համար, այո, էսթետիկան շատ կարևոր բան է, ինչքանով կա դա նկարի մեջ։ Կան նկարիչներ, հեղինակներ, որոնք շատ պահպանել են դա, այդ էսթետիկան
Մի հատ որ նայենք Էնգերի նկարները, հա, ֆրանսիացի նկարիչ, կլասիցիզմի ներկայացուցիչ, հələ ինչ էսթետիկա կա իր մոտեցման մեջ, իր գծի մեջ, իր գույնի մեջ, եւ այդպես կարելի է շարունակել մի շարք նկարիչներին, եթե մենք նայենք, քննենք, հա, միանշանակ է էսթետիկան առկա է եւ դրանով մենք կարող ենք կարդալ նկարը։ Դա իմ կղզին է, որտեղ ես մենակ եմ ապրում, ինքս իմ հետ խոսում եմ, ինքս իմ հետ արարում եմ, ինչ որ տեսակի ոնց որ Ռոբինզոն Կրուզո լինես։ Դու քո աշխարհում, դու քո արվեստում, արվեստանոցում եւ հետաքրքիրն է, որ դու ինքդ ես գալիս դրան։ Դա ոչ թե մենակությունը, հա, ես միայնակ մարդ եմ, չէ, դա ուղղակի կղզիանալու, ինչի չէ որ իրականությունից փախուստի մի հատ միջոց է։ Հետո քեզ չպիտի ոչ մի բան խանգարի։ Բա նկարում ես, բան ես անում, գալիս ես, դու աշխատում ես։ Այդ միայն մենակությունը, հա, դա նախապատճառներից մեկն է ստեղծագործելու, արարելու։ Այդ կղզին քեզ անհրաժեշտ է։ Դու իրան սիրում ես, դու իրան փայփայում ես, հետևում ես։ Արարելու պահը ինքը իրանով դա մի հատ խորհրդավոր մի հատ ծնունդ է, դա ուղղակի ծնունդ է։ Ինքը իրանով արդեն այդ խորհուրդն է մեջը պարունակում, հա, երբ որ գրեթե ոչ մի բանից այս սպիտակ հարթ մակերես վրա սկսում է ինչ-որ բան ծնվել։ Դա ինքը իրանով արդեն խորհուրդ է պարունակում այդ տեսակ։ Պատկերացրեք այն միտքը, այն ինչ որ դու քո մեջ տեսնում ես, դու այո, ամիս կլինի, շաբաթ կլինի, ժամեր կլինի, շարունակ դու քո մեջ դա տանում ես, հասունացնում ես, մինչև ինքը ծնվում է, ի հայտ է գալիս։ Ոնց է մայրը ուրախանում, երբ որ երեխայա ծնվում, եւ այդ ցավերի այդ տառապանքի մեջ մի հատ ժպիտ է իր դեմքին, չէ՞ գալիս, որ ծնվեց, մի հատ մանուկ ծնվեց։ Այդպես բան կա, գիտեք, անբացատրելի է, որ մի բան ծնվում է, այդ նկարը, այդ ստեղծագործությունը, ուրախանում ես, քո դեմքին ժպիտ է գալիս։ Մեր իրականությունը եւ արվեստի աշխարհը իրանք իրարից անկախ են։ Ցավոք սրտի։ Իհարկե ցանկալի է, որպեսզի, հա, արվեստով լցվի մեր իրականությունը։ Շատ կարևոր է։ Ես գտնում եմ, որ այո, դպրոցում, միջնակարգ դպրոցում անպայման պետք է անցնել արվեստի պատմություն։ Չգիտեմ, 5-րդ դասարանում դա կլինի, թե 6-րդում ամեն ինչին զուգահեռ, այո, երեխան պետք է իմանա եւ հին աշխարհների արվեստը, կլինի Եգիպտոս, Հունաստան, ինքը դրանով պետք է կրթվի, դրանով պետք է գնա բարձրագույն հաստատություն, մտնի մեծ կյանք, այդ շատ կարևոր է, որպեսզի շատ կոնտրաստ չլինի, հա, իրականությունը եւ արվեստի աշխարհը։ Այդ դեպքում ինձ թվում է, որ դա թույլ կտա, որպեսզի մարդը ավելի պատրաստված մտնի արվեստի աշխարհ եւ իրան դա օտար չլինի այդ արվեստի աշխարհը եւ ինքը իմանալով մտնի, շփում լինի, դա իհարկե պետք է։ Ինձ այդ բագաժը օգնել է։ Այդ բագաժը իմ մասնագիտությունն է։ Ես գիտեք դեռևս որ մենք սովորել եմ ես Կոջոյանի դպրոցում նկարչական, այդ վաղ 5-րդ դասարանում էինք, տենց այդ կարգի էլի 5-6։ Այնտեղ որպես դա մեծ պրոֆեսիոնալ անհրաժեշտություն մենք անցնում էինք արվեստի պատմություն։ Հենց դպրոցի դիրեկտորն էր դասավանդում, Ընկեր Փիլոյանը,
մի հրաշալի մարդ էր, կիրթ անձնավորություն, տիպիկ հայ մտավորական, եւ ինքը այնպես սիրով մեզ դա բացատրում էր, սովորեցնում էր։ Հետո արդեն եւ Թռլեմեզյանում եւ ինստիտուտում մենք անցել ենք արվեստի պատմությունը եւ այլն, ու դա մինչեւ հիմա այդ ամեն ինչը հետդ գալիս է։ Ես դրանով ապրում եմ, ուրիշ տեսակ չի լինի։ Դա ինձ ոչ թե օգնել, այլ ես դրանով ապրել եմ։ Ես դրա մեջ հեղկվել եմ, ես դրա մեջ փորձել եմ ինձ գտնեմ։ Ես գրեթե ամեն օր Աստծուց շնորհակալություն եմ հայտնում, որ ես այդ միջնորդն եմ ծնվել, որ ես ծառայում եմ արվեստին, որ ես ապրել եմ այդ կյանքով, այդ աշխարհով ու ապրում եմ, դա իմ կյանքն է։ Իմ կյանքն է, իմ համար ամեն ինչ է, արվեստը, արվեստով ապրելը, իմ դեղն է դա։ Դա այն ժամերն է, որ ես այո մոռանում եմ ամեն ինչի մասին։ Ես միայն ես եմ եւ կտավը եւ արվեստը, եւ իմ համար ուրիշ ոչինչ չկա։ Շնորհակալ չլինեմ Աստծուց։ Մարդ որ իր գործը սիրով անում է, դրանից այն կողմել ինչ կա։ Դեռ Կոնֆուցիոսն է, ասել ժամանակին, ասել է, եթե դու սիրով անես քո աշխատանքը, դու չես աշխատի ոչ մի օր։ Այո, ես մեծ առումով ոչ մի օր չեմ աշխատում։ Չնայած որ շաբաթ կիրակի էլ, չգիտեմ, տոնա, էսա, այնա, ես ամեն օր աշխատում եմ։ Ու պատկերացնում եք մարդ աշխատանքից երջանկություն ստանա, բավականություն ստանա։ Եվ դա կա, գիտեք։ Ուղղակի սիրուն խոսքեր չեն, դա ուղղակի կա։